Արեն Անդրեասյանի ես եկուսնեմ վրա չիլինգ էֆեկտ առաջացել, որ հարցազուր չի կարելի տալ, դե չէ կարգապահական վարույթներ կառուցում են։ Չի կարելի օրենսդրական բարեփոխումներ քննադատել բարձրաձայն գրավողների մոտ։ Հնարավոր է այդ բանը առաջացած լինի, ինչ եք կարծում։ Բան ասա, միգուցե եւ հարցազրույցներ տվել են, ես չգիտեմ։ Չգիտեմ, բայց բարույթները չեն հարցվել, Զգաստանում կամ չզգաստանում ասող, մնացել են երկում, ես չեմ օգտագործել եւ չեմ օգտագործել։ Դրանց առաջ քանի բարույթներ հարցվել։ Հիշեք։ Վիճակագրություն չեմ հիշի, կարող միջնորդության մեջ նշված ունի, կարող եթե մեկ րոպե տրամադրել, փորձեմ գտնել։ Եթե էական հարգելի դե կարող է ձեր գործընկերը գտնել դուք ժամանակ գնանք հաջորդ հարցին։ Ես այդ հարցին հետ գտամ պարոնարություն հաջորդ հարցին։ մի հարցը չեմ մնացել որ խնդրին դարի։ Մի հարցան մնացել։ Չէ, ասում մի հարցեր էր մնացել ու խնդրեցինք ընթացքում փաստաթղթերն այն պատասխանը։ Չէ, հարցերը շատ են։ Պետք է չի ասել։ Այդ 23 թվականի խոսնակը, նույն խոսնակն այն ինչ-որ հիմա։ այո։ Եթե Մարիամը կնային մասնաճյուղ, այո։ Անունը չեմ ուզում։ Այդ նույն խոսնակը Գրիգոր Մինասյանին, եկել Անդրեասյանին, հատկապես իմ ներկայացված փաստաթղթերի համատեքստում, որևէ կերպ փոխկապակցված կազմակերպությունը լրատվականում աշխատել է, թե ոչ մինչև այդտեղ աշխատանքի անցնել։ Ես չեմ ֆիքսել։ Մենք այդ հարցը միջնորդության շրջանակում դու դրա մասին խոսել եք պարոնարություն։ Ոչ մի կվել են այդ Facebook-յան։ Դա եմ ասում, հիշում եմ, դուք նախորդ նիստին դրա մասին խոսել եք, դրա ըստ ձեզ դա հավաստող փաստաթղթերն են կից ներկայացրել։ Միշտ է։ Այո։ Չէ, ուղղակի նախորդ եմ ասում եմ։ Այն նկատի նախորդ քննությունը, չէ, նախորդ նիստը։ Նախորդ նիստն է կապվում, նախորդ նիստին միջնորդության խոսել եք դրա մասին եւ ներկայացրել եք համապատասխան փաստաթղթեր ըստ ձեզ, հիմնավորով ինչին եք կանգնարարվում։ Հիմա հաջորդ հարց։ Նաև փոխկապակցված անց չեք համարում այդ անձանց։ Պարոնարություն, մենք դրան կանգնարարվում։ Հարց են տալիս։ Դե այդ միջնորդության հետ է կապված այդ հարցը, ասել եք, խոսել եք, մենք դրան կանգնարարվում։ Ձեր հաջորդ հարցը։ Սուջյանը փոխկապակցված անձ հանդիսանում է Անդրեասյանի հետ տրամաբանության, որ մինչ այդ աշխատել է մասնավոր կազմակերպությունում, հիմա իր հետ այլ է աշխատում։ Տարբեր տեղեր նախարարություն, հետո հիմա նույն գրասենյակ, այդ իմաստով փոխկապակցված համարում եք, թե չէ։ Կապակցված անձի հասկացությունը որ օրենքի շրջանակում եք հարցում պարոնարություն, որ օրենսգրություն։ Լավ հաստատեցիք, դժվարացեցիք իմ պատրաստած հարցերը։ Համատեղ աշխատանք մասնավոր կազմակերպությունում իրեն պատկանող ենթակայության մասնավոր կազմակերպությունում աշխատելա թե չէ, հետո պետական պաշտոնի ենթակայությամբ աշխատելա թե չէ, հետո միասին դուրս են եկել թե չէ, հետո էլի միասին մեկ այլ տեղի նույն ենթակայությամբ աշխատում են թե չէ։ Սա աստ ինձ փոխկապակցվածություն է, թե որ օրենքով ասա։ Թույլատրված կամ արգելված։ Ձեզ մի բան ասեմ, պարոնարություն։ Օրինակ պարոն Դավթունցի, ես ենթադրում եմ այդքան որ ասեցիք, չես են շեշտեցիք, մտել է դուրս եկել, այստեղ աշխատել է, այստեղից գնացել է, ենթադրում եմ, որ այդ ամեն շարժի մասին դուք եք տեղեկատվության իրարու։ Տրամադրել եմ, որ տրամադրել եք այն միջնորդության կից հիմնավորումները, ճիշտ է։ Հիմա պարոն Դավթունցի պատասխանը։ Ինչքանով է ձեր կարծիքը փոխել։ Ինչի համար է ձեզ անհրաժեշտ պարոն Դավթունցի պատասխանը այն տեսանկյունից, որ այո փոխկապակցված է թե փոխկապակցված։ Դու ձեր գնահատականը վերջում բայց ինքնվել են նաև նրանց գնահատականը։ Բայց դուք տվել եք, չէ՞, հարցը պատասխանի խնդիրն ինչ է, որ ես համոզեմ, ուզենամ ակնկալում եմ ստանամ իմ ուզած պատասխանները, որը չի ստացվում, չէ՞, պատասխանում եմ եւ այլն, բայց խնդիրը նա է։ Դե իհարկե նաև արձանագրում եմ հարցը 2-3 տեսակել եք տալիս, ինչ է ես դուր եմ տալիս, հա։ Բայց ստանամ ապացույցներ նաև իրենցից ներկայացնել ձեզ։ Դուք էլ կարճ եք այդ վարույթը, այդ միջնորդությունը օրինակի համար կարճ եք։ Կամ խորհրդակցական սենյակում կայացնեք
Միջնորդություն միաժամանակ մասին որոշում, իրենց միջնորդությունը։ Այսինքն տեսնեք, որ սխալ են պատասխանում կամ հիմնավոր չէ իրենց միջնորդությունը, այսպես ասած։ Խնդիրը դրանում է։ Ես գիտեմ խնդիրը ինչու՞ն է, հիմա արդյոք նիստն էլ հետը շեշտեն, որ Չէ, դուք ճիշտ եք, ես նախորդ նիստում այն միջնորդությունը, որը ներկայացրել եք ներկայից հիմնավորումներով համանալությունը, մենք դրան ասել ենք անդրադառնանք, այսօր արդեն երրորդ անգամն նաև ասում։ Մենք այս առաջարկում ենք, որպեսզի կոմպլետ միջնորդության հիմքերի փաստարկների վերաբերյալ ձեր հարցերը շարունակեն։ Չներկայացված փաստաթղթերի հետ կապված ասեմ, դուք այն ժամանակ վարորդների հետ կապված առողջություն ունեցել եք։ Ոչ։ Իսկ տեղյակ եք, օրինակ դատավորների հետ կարգապահականների հետ կապված WhatsApp-ով խումբ եղել է թե չէ, ու այդ խմբում ովքեր են եղել։ Տեղյակ չեմ ահացում։ Ընդհանրապես տեղեկություն չունեք այդ խմբից։ Ոչ չունեմ։ Նա դեռ ասեք հաստատ չունեք։ Ասում Մի անգամ ասում է, բան դատությունն այդ մի հարցում հարցում է, որ կամ չունի։ շատ է, դա որովհետև երկրորդ անգամ նա դեռ ասում է ընդհանրապես չունեք, ասում են չունեմ։ Տեղեկության առումով։ Չունի։ Շատ է։ Ինքը դենց ասած է, ոչ թե ես։ Սա վերջեսին վերաբերյալ վարույթը։ Ինքն հայտնաբերում էր, թե ԶԼՄ հաղորդում էր։ Այդ նոր եղանակով այդտեղ է։ Ահա հրապարակման, հիմա հրապարակման։ ԶԼՄ հրապարակման։ Այդ ԶԼՄ մոնիտորինգը արվում է նախարարության կողմից։ Այո, մամուլի քարտուղարի գործառույթների մեջ է։ Այդ ըստ էության բովանդակ հարցադրից տվել է նաև հետևարի գրիպ էլ մամուլի խոսնակի աչքից։ Հետևային այս բարձրագույն դատական խորհրդի դիմաց, երբ որ ասում են, այդ որ նաև ներկայացել է տեսանյութը, գրիպ էլ է, թե նայելով խնդիր չեն տեսել։ Չեմ կարող ասել գրիպել է թե ոչ, բայց եթե այդ ինքնով ինչ-որ ընթացք չի տրվել, գուցե կամ չեն մոնիտորինգի դա չեն եկակել, կամ գուցե չեն տեսել։ Իմացակ չէ, որ հարցադրությունը Չեմ հիշում, բան հարց։ Այն որ մամուլի խոսնակն է բարձրագույն դատական խորհրդից հակադարձել էր հանրությանը մոլորեցնելու մեջ էր մեղադրել։ Նաև ասել էր, թե խոսնակների ինստիտուտի իմաստը որ դեպքում պետք է խոսանք չխոսանք, այդ դրան նախորդող հարցադրույցներից հետևարի 28։ Տվել եք։ Հա տվել եք, գուցե, բայց քանի որ այս միջնորդության ընդրված հարցադրությունը անկրեն չի առնչվել, ես դա չեմ նայել եւ չեմ հետաքրքրվել դրա մեջ։ Եկել է մի հարցել են, այս ժամանակվանից այդ հարցը մնացել է։ Երբևէ եղել է, որ դատավորը ձեզնից այն որ նախնական վարույթ եք հարուցում, ժամկետ ուզի չտրամադրեք։ Ժամկետ պատասխան։ Ասենք դատավորն ասի ծանրաբեռնված են, եւս մի 5 օր տվեք, 10 օր տվեք, դուք չտրամադրեք։ Եղել է նման բան։ Հարգելի խորհրդասերության հարուցած կարգապահական վարույթի ընթացքում բացատրություն տալ կամ չտալը դատավորի իրավունքն է։ Դրանից հասկացել եմ ինչ եք ասում։ Ես ասում եմ հետաքրքիր է նկատմամբ խտրական վերաբերմունք եղել է, թե չէ։ Որտեղ իմ բոլոր դատավորներին իրենց միջնորդությունների հիման վրա ժամկետներ տրամադրել են, բայց ես այդ նախաքննական այդ մասը որ նայեք, ես շո հաստատող տեղեկություններ են ներկայացել, թե ես բացատրություն չեմ կարող ներկայացնել, բայց մի բան է, ըստ իմ տպավորության վիրավորական կոնտեքստերով հաստատի տակ դնելով իմ ասված խոսքերն ու ապացույցները, ուղղակի ժամկետ չտրամադրեցին, ինձ հետաքրքիր է, իմ նկատմամբ խտրական վերաբերմունք է տեղ ունեցել, թե սա նախարարության պրակտիկան է եղել։ Եղել է այդպես դեպք, որ մի դատավոր ձեզ դիմի, ասի գիտեմ 15 օր տվեք։ Բարձր հարցը, պարոն Սերյանյան, ըստ ձեզ տեղի ունեցել է խտրական վերաբերում, պարոն Այս համատեքստում էր, որ դատավորի միջնորդությունը Դավիթ Հարությունյանը նկատմամբ եղել է խտրական վերաբերում, թե չէ ձեզ այո կամ։ Արգելի խորհրդ հիշողությունս, եթե չի դավաճանում, վարույթի ընթացքում մեկ անգամ դիմելուց ինձ որ եթե չեմ սխալվում տրամադրել են զուգահեռ վարույթի նյութերից նայում եմ 2023 թվականի մայիսի 12-ի գրությամբ դատավորի կողմից բացատրություն ներկայացնելու առաջարկված ժամկետը երկարաձգելու
Ընտրանք է ներկայացվել մինչև հունիսի 10-ը, 2023 թվականի մայիսի 16-ին Արդարադատության նախարարի պարտականությունները պատրող դիրությամբ բացատրություն ներկայացնելու ժամկետը երկարաձգվել է 7 օրով։ Որպես դատավարական նախապատմություն բարձրացել։ Այս 7 օրը որ տրամադրվել է, երբ են դատավորին ասել 7 օր են երկարացնում։ Երբ է դատավոր ստացել տեղեկությունը, որ 7 օր անում։ Հարգելի խորհրդի եթե դատավորը ստացել, դատավորը ավելի լավ կիմանա թե նախարարության ուղարկած Ստացել դիրքությունը եմ 1 օր առաջ որ 7 օրով է։ Դեռ ասում եք նախանց ձեզ պատասխանում։ Շնորհակալություն։ Հարգելի խորհուրդ, ինչ վերաբերում է ժամկետների հետ կապված հարցին, վարույթի ընթացքում դատավորը ունի իրավունք բացատրություն ներկայացնել վարույթի ունի որոշակի ժամկետ։ Իմ պրակտիկայի մասին խոսք գնաց, մեր պրակտիկայում ինչպես է հանդիպել, ես անձամբ իմ պրակտիկայում հանդիպած ժամանակահատվածում, թե նախորդի նախարարությունում աշխատանքի ժամանակահատվածում, մոտ 2.5 տարի, թե 1 տարուց մի քիչ ավել ներկայիս ժամանակահատվածում, ճիշտ ասած նմանատիպ իրավիճակի չեմ հանդիպել։ Հիմա իմ հարցը հետևյալում է կայանում։ Դուք որպես լիազոր մարմնի ներկայացուցիչ կարող եք հաստատապես հերքել կամ ըստ էության հաստատել, որ լիազոր մարմինը իդեպ նախարարի 23 թվականի մայիս կամ հունիս ամիսներին մինչև միջնորդությունը սույն խորհրդին ներկայացնելը բանավոր քննարկում դատավորի հետ սույն քաղաքապահական վարույթի առարկայի վերաբերյալ ունեցել է կամ չի ունեցել։ Ես նման տեղեկություն չունեմ, չեմ կարող ոչ երկել ոչ հաստատել, բայց նշեմ, որ դա վերաբերելի չէ այլևս այս մարմնին։ Որքան բարձրանալու ինչ վերաբերել է։ Որովհետև տեղի ունենում միջնորդության, մենք միջնորդությունը նորից պնդել ենք, որպես մեր միջնորդություն, այսինքն մեր նկատմամբ լիազոր մարմին։ Եվ տվյալ դեպքում իրականացվում է միջնորդության քննություն նոր հանգամանքով վերաբացված գործի շրջանակներ։ Եվ նախորդի վեր ձեր կողմից ներկայացված միջնորդությունների քննության ժամանակ առիթ են ունեցել արտահայտելու մեր դիրքորոշումը, որ նախկինում տեղի ունեցած իրադարձությունների դրա համատեքստը մեր պնդման որևէ նշանակություն չունեն եւ վերաբերելի չեն կարող լինեն այս քննությանը։ Մեկ հարց ուսուցչության եզրափակելու համար ես ճիշտ եմ հասկանում, որ ձեր ընկալմամբ ստացվում է, որ եթե նոր հանգամանքի ուժով վարույթը վերանայման է ենթարկվում եւ խորհուրդը որոշում է նոր քննություն իրականացնել, ճակերտավոր ասած մինչ դատական երաշխիքները տվյալ վարույթի նկատմամբ այլևս դառնում են ոչ կիրառելի։ Խոսքը դրա մասին չէ, օրինակ այլ իրավիճակ կլիներ հավանաբար, իմ կարծիքով, եթե նույն կազմով իրականացել քննություն, այսինքն նախարարը նույնը լիներ, վարչական դատական խորհրդի նախագահը նույնը լիներ եւ ձեր ասած իրավիճակը միգուցե տվյալ դեպքում տեղի կլիներ։ Չէ, տեսեք, իմ ասած իրավիճակը այդ դեպքում երևի թե իմ կարծիքով տեղին չէր լինի, որովհետեւ եթե նախարարը նույնը լիներ, նախարարը հաստատապես կամ կհաստատեր կամ կհերքեր, բանավոր քննարկում տեղի ունեցել է, թե չի ունեցել։ Ես ասացի, որ վերաբերելի չէ, որովհետեւ մենք չենք այդ նախարարը։ Բավական դեպքում եզրանիշները դուք կանեք, այո, Հարությունյան, հիմա Ես որոնց ինչպես ձեր շնորհակալություն անդրադարձել ձեր սապորում Այսինքն ես ճիշտ եմ ասում, իսկ այդ վարույթները արատով հարուցված լինեն, ես հարցեցի շարի բախում, ասեցիք չեք տեսնում, ֆինանսական գործընկերների կողմից հարուցված լինեն, արատով հարուցված, ելի որևէ խնդիր չեք տեսնում։ Տեսեք, մենք եթե խնդիր տեսնենք, գործընկերը նշեց, որ եթե կան հանրահայտներ, բացառում են ձեր պատասխանությունը կամ մեր մասում, մենք դրա մասին կնշենք, բայց մենք դրա մասին չենք Իսկ պատասխանատվության մասին չենք խոսում։ Ես վարույթի հարցան օրենսդրությունից եմ խոսում, ասում կոնկրետ, որտեղ նոր տեղեկություններ տվեցին նախորդ դատական նիստում։ Ասենք եկամուտների աշխատավարձի մեկ անգամ գերազանցող բաշխումա ընդհանուր գործունեությունից, մասնավոր գործունեությունից, անձամբ կամ միջնորդավորված։ Դա ֆինանսական կապ տեսնում եք այդտեղ, թե չէ։ Պարոն Հարությունյան, ձեր եւ նախորդի ձեր ներկայացուցիչի հարցերը իրականության վերաբերում են նախորդ միջնորդությանը, որը դուք արդեն ներկայացրել եք։ 23 թվականին չի։ Չէ, նախորդ նիստում ներկայացված միջնորդությանը վարույթի օրինականության հետ կապված, դրա վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնել ենք եւ նախագահողները նիստի սկզբից
նշեց, որ դրան անդրադարձել Միջնորդության մասին չեմ դες կարծիք հարցում, այլ հարցում եմ նրանց կապերի մասին։ Որտեղ գիտեք դուք, որ եթե կապերը հաստատվի օրինակ, շահի բախումը հաստատվի, դա հանգեցնելու է այդ վկայակոչված նախադեպերի պայմաններում կամ ԲԴԽ նախին պրակտիկայի դեպքում այդ վարույթի կարճում։ Դրա համար իրական է, այդ փաստական տվյալները ձեզ ուզում, ձեր տեսակետ այդ մասին իմանալ։ Ես նշեցի պարոն Հարությունյան, որ ես դրա մասով գնահատական չեմ տա, նշեմ, որ վարույթը ժամանակին հարուցվել է պարտականություն կատարող Արմինոյ Հարությունյանի կողմից, որ նաև այս կազմում չկա հիմա, բացառկի հայտնել դա մեկ, եւ երկրորդ ամեն դեպքում նորից նշեմ, որ ձեր հարցերը վերաբերում են այնպիսի հանգամանքներին, որոնք վերաբերել են նախօգնիստում ներկայացված ձեր միջնորդությանը։ Դրա հետ կապված մենք մեր դիրքորոշումը արտահայտել։ Իսկ Արմինոյի Հարությունյանը փոխնախարարած ժամանակ, Տիկին Իրանի Թումանյանը փոխնախարարած ժամանակ, ամբողջ հիմա որպես փոխնախարար, ինքնին սուբյեկտ է, դուք եք որոշումը վերաբերել հարուցեք վարույթ ու վերաբերել չհարուցեք։ Տվյալները փոխարինում է նախարարին, պարոն Հարությունյան։ Դա ձեր լիազորության մեջ կա։ Եթե ես փոխարինում նախարարին, ես եղել եմ դեպքեր, որ ես եմ Հարությունյանի Այդ դեպքում նա ինքնին որոշում ներկայացրել։ Տեղակ եք, Արմինոյի Հարությունյանի ինքնինները, Բալյան Գևորգի ինքնին, Բալյան ինքնինները, տեղեկություն ունեք։ Պարոն Հարությունյան, ես չեմ ուզում նորից գնահատական տալ, ես նշեցի, որ իրենք ի պաշտոնը եղել են նախարարին փոխանող եւ ամբողջական լիազորություններ իրականացրել են այդ Նախարարը միշտ է գործել։ Օրինակ դրոփակություն դրոփակ դատականից իրականացնել, թե ոչ։ Իմ հիշելով նախարարը չի եղել։ Նախարարը չի եղել է Արմինոյի Հարությունյանը։ Գործում կա չվկայակոչակ չունի։ Իսկ ազատություն ռադիոկայանին հուլիսի 5-ին տված հարցազրույցը դες ներկայացրեցի։ Այդ որտեղ պնդում եմ, որ ասма թույլ տվեք իմ գործեն լիազորությունները, երբ որ դատավորը խախտում է կատարում։ Այդ ինքը, որ իրան ասում, ասма ես ու իմ թիմը գնում ենք դատավորի հետևից խախտումները։ Այդ նայեք այդ հարցազրույցը, թե դա չեք հարցնել։ Չեմ հիշում այդ հարցազրույցը, պարոն Հարությունյան։ Ուղարկել եմ։ Դե ուղարկել եք, բայց ասացի, որ որքանով ժամանակ է եղել, այդքան Կարևորը բայց ժամանակ ես երեք չարոջով դառնա միջնորդեցի։ Ասեցի ես հոգնել եմ, դուք էլ թարմ չեք, ամեկը պատրաստվենք, բայց դուք ստացումը չեք պատրաստվել։ Դե պարոն Հարությունյան, իմ իրավունքն է, ինչպես կպատրաստեմ Այդ միջնորդության հիմքան ստացական հազարները որ ներկայացրել են, դրանք անվանում են դրանց հետագան անդրադառնալը, որ դրանց անդրադառնալը դրանց պատասխանները կտա միջնորդության քննության երբ որ որոշական դատական ակտը դրա վերաբերել իսլամական կա։ Հիմա կոնկրետ միջնորդության ինչպես է ներկայացուցիչները կոնկրետ միջնորդության բովանդակությունը։ Դուք քաղաքական վարույթներ հարուցելիս այստեղ ներկայացնելիս գտնում եք, որ դատաները պետք է զգաստանան ձեր հարուցածից։ Ես նման չեմ ասել, պարոն Հարությունյան։ Իսկ նման պնդումանով նախարարի դիրքորոշման ինչպես է վերաբերվում այս վարույթի եղանակին։ Չեմ կարող գնահատական տալ։ Իսկ ինչի չեք պնդում այն նախկինում, պարոն Սուջյանի, Բալյանի պատասխանները, ինչ մասով չեք պնդում, օրինակ իրանք էլ ասում են ամբողջ օրինական է, Անդրեասյանը Մինասյանի իրար հետ կապ չունեն, ասենք այդ մասով չեք պնդում, թե որ մասով չեք պնդում, ընդհանրապես չեք պնդում։ Նոր քննություն է իրականացվում, մենք ենք ներկայացուցիչը եւ մենք մեր դիրքորոշումն ենք արտահայտում։ Շատ լավ, բայց այնտեղ հարցեր են տրվել, պատասխաններ ենք ստացել, նույն այդ հարցերը տան ձեզ։ Իմ իրավունքն է, չէ՞, պնդել կամ չպնդել, ես չեմ պնդել։ Ամբողջ ծավալով չեք պնդում։ Պարոն Հարությունյան, հետո դուք անդրադառնաք, հիմա երրորդ ձևով հարցակալու իմաստը չկա։ Եթե դուք գտնեք, որ դա անհրաժեշտ է մեկնաբանել, ձեր եզրափակիչ խոսքում կանդրադառնալ։ Ունեք էլի հարց։ Իհարկե։ Կանցրեմ։ Ես ինձնից առաջ, օրինակ, Տիկին Դաշկանի վերաբերել էր մեղական խոսքի հետ կապված, դեր գնահատման խոսքի չարաշահման հետ կապված, կարգապահական վարույթ մեղադրակ։ Հուլիսի 3-ից է պնդման վարույթ, որևէ դատավորի նկատմամբ
Քանակային առումով եմ ասում, հարցրել է, թե չէ, չեմ ասում Պողոս Պետրոսյանի, Մարտիրոս Սարյանի, կոնկրետ որևէ դատավորի։ Կա տեղեկություն։ Կապրեք 23 թվականի հուլիսի 23 թվականի հուլիսից ի վեր որևէ դատավորի նկատմամբ կարգապահական բարույթ խոսքի չարաշահման հարուցվել է, թե չէ։ Ես չեմ հիշում կոնկրետ ձեր ասածը։ Դա այդ մարդը բնականաբար եղել է, բայց կոնկրետ այդ մասով չէ։ Դատավորների Չկա նավանդայություն։ քան տարի եք այս օրենսդրական բնակավարում, այս օրենսդրական բարեփոխումների նախաձեռնությունների։ 5 տարի կգնի։ 8 տարի։ Այս 8 տարվա ընթացքում դատավորներից ինչ կարծիքներ ստացել եք։ Այո, ստացել եմ։ Երբևէ եղել է, որ որևէ դատավորի ասեք մինչև վերջի շունչը կպայքարեն կամ դուք ճնշվեցիք, կներեք այս հարցի համար։ Դուք կարծիքից ճնշվեք։ Եղել է տենց բան։ Կներեք էլի որ հարցը։ Աջան։ Ավակ նորից հարց կրկնել։ Ասում եղել է, որ դատավորի կարծիքից դուք կամ ձեր օլեգաները նախարարության այսպես ասում, որ անձնական չվերաբերվի, բայց վիրավորականը չի պարզակ է կոնտեքստին չի տալիս։ Որևէ դատավորի կարծիքից ճնշվեք։ Կամ իմ կարծիքները ես ձեզ տվել եմ այդ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ։ Դրանք ըստ ձեզ որևէ պաշտոնյա ճնշող կարծիքներ էին, կամ այդ պաշտոնյան ճնշվածության վիճակ առաջացնել, կամ որևէ վիրավորական տարեթ կարծիքներում տեսել եք, դες կարծիքներ շատ չեք ստացել։ Բան հարցա, ես կարող եմ ուրիշ կերպ արձագանքեմ կամ ուրիշ կերպ այդ կարծիքների վրա ազդի, որպես մասնագետ կամ մարդ, մեկ այլ անձի վրա ուրիշ չեմ կարող։ Ձեր այդ կատած ձեր ծանոթների, ձեր աշխատակիցների նման բան ունում, մեջ եղել, որ ճնշվեք։ Դե վրա որ մտահոգվենք օրինակ կարծիքից։ Մտահոգվեք, բայց ճնշեք ասեք, ինչև վերջ պայքարել սրա դեմ, զտել են սրան հրաժեշտ են տալու պաշտոնից, դες բաներ եղել, որ գնեք դատավորի հետևից։ Ես նման Կներեք էլի, եմ ասում, ներողություն եմ խնդրում ես հարց տալու, ձեզ որտեղ համոզված եմ, որ նման բան չի կարելի։ նման իրավիճակում ես չեմ հայտնվել, որովհետև իմ աշխատանքից դա չի բխել։ Լավ, իսկ իմ կարծիքները, որ ներկայացել եմ, ինչքան է որ հարցեր եք ծանոթանալ։ Եղել է, որ չգիտեմ, վիրավորական։ Կամ չգիտեմ, ինչպես նկարել։ Որ դիվանագիտական թղթակցության կանոններից դուրս։ Ես տարեր նկատել եք ներկայացված փաստաթղթերի։ Ես ինչքան հասցրել եմ թերթերով եւ կենտրոնացել եմ բովանդակային առաջարկների վրա, չեմ մյուս ձեռագրերի։ Դա ինչքանով որ խորացել եք, ձեռագրերի ուշադրություն։ վիրավորական, չգիտեմ, ոչ հարգալից տոներ, խոսքեր, դա տեսել եք այդտեղ։ Չեմ ուշադրություն չեմ դարձրել այդ ձեռագրերին բանալու։ Կարող եղածը չեք տեսել, հա։ Գուցե չեմ կարող ասել։ Ինչքանը որ տեսել եք, հայտարարել եք նման բան։ Ոչ։ Լավ։ Այդ կարծիքների հետ կապված Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը, սահմանադրական դատարանների դիրքորոշմանը ծանոթ եք։ Ծանոթացել եմ ժամանակին, նա միգուցե ամբողջությամբ չհիշում, բայց ծանոթացել եմ։ Իմ ու մյուս դատավորների կարծիքի հետ բռնում է Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը, սահմանադրական դատարանի դիրքորոշումը։ Որ հարցին ասում Օրինակ օրենքի հետադարձ ուժի հետ կապված, էլի չի հետ կապված խոստանում էր, էլի չի հետ կապված, որ ճնշվել էր ու խոստանում էր պայքարել ֆակտորային տված, ֆակտորային պայքի տված հարցադրույցի շրջանակներում։ 22 թվականի փետրվար ամսին, եթե պետք է ավելի մանրամասն տան։ Որ փաթեթի մասն է խոսքը կարող է կոնկրետ ստացնել։ Ուրեմն տվել եմ թե հղումը, թե տվել եմ նաև այդ հարցադրույցի սղագրությունը։ Բայց հիմա եթե պետք է Քանի նախագծել եմ այդ անհրաժեշտ որ նախագծի մասն է խոսքը։ կոնկրետ խոսքը վերաբերվում է օրենքի հետադարձ ուժի կիրառմամբ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցել միայն խախտումների դեպքում։ Այո։ Դրա հետ կապված, եթե ճիշտ եմ հիշում, Վենետիկի հանձնաժողովն էր ասել, որ Հետադարձ դիմենք Վենետիկի Եվրոպայի իմաստությանը, Վենետիկի հանձնաժողովը։ հետադարձ ուժի մասով ասել է, որ բնականաբար համարտասահմանական է, որ Վենետիկի հանձնաժողովը դա չի գնահատում, որովհետև Վենետիկի հանձնաժողովը չի գնահատում դրա նախագիծը ձեր երկրում հակասահմանադրական է թե ոչ, կարող է բոլորի Սահմանության համատեքստում։ ինքը չի գնահատում դա,
ինքը գնահատում է իր պրակտիկայի եւ կոնվենցիայի տեսանկյունից եւ իմ հիշելով մենք նույնիսկ կարող ենք նայել կամ ուրիշ նայել հենց վերադիկի հանձնաժողովն է տվել այս ձևակերպում, որ նման ուրեմն միջամտությունը, հատկապես եթե վերաբերում է ժամանակային դեպի հետ գնալուն, կարող է իրականացվել, եթե դա բխում է հանրային շահերից, դատական իշխանության եւ այդ ձևակերպումները տվել վստահաբար, կարող ենք հենց մեր նայել եւ այդ ձևակերպումները զետեղվել են դատական օրենսգրքի համապատասխան հոդվածում։ Իսկ համանդրական դատարանի հետ կապված ես չեմ հիշում համանդրական դատարանի որոշում, որը այդ հոդվածը քննարկել է եւ Այդ հոդվածի մասին չխոսում։ Իսկ չեմ դեմ կետը, որտեղ վկայակոչածով ասում է պետությանը կկանգնեցնես Եվրոդատարանի որոշումի տեսքով մարտահրավերների առջև, դες բան ասում էր, դա դրական է գնահատված։ Այդ մասը չեք հիշում։ Իսկ որ կարծիքն եք հիշում, այդ որ բացասական է դրանից հետո տես էլի հակափաստարկներ ուղարկեցին, էլի կարծիքները հաշվի չառնելով Վենետիկի ընդունվեց այդ օրենքը, հենց է սկզբնական, որ իր հարցազրույցից մի ամիս հետո այդ կարծիքը գալիս է մարտին կամ ապրիլին։ Ես վերջնական կարծիքի մասին։ Վերջնական կարծիքն եք ասում։ Որը Դե մի կարծիք է տալիս վեր։ Ինչպես։ Վենետիկի հանձնաժողովը մի անգամ մի կարծիք է։ Չէ, կարծիք էր տվել, չհամաձայնվեց նախարարությունը նորից դիմեց, չէ՞։ Ինչ է նախագծի մասին ասում։ Նույն նախագծի մասին է խոսում։ Չեմ հիշում, Ես հիշում եմ։ ավելի լավ է հիշում։ Տեսնում եք։